Ողջույն սիրելի յութուբյան դիտորդներ, ես Արթուրն եմ, տարրո խորհրդատու և վեդայական աստղաբան։ Այս տարի սա արդեն թվով երրորդ հաղորդումն է նվիրված Հայաստանի Հանրապետությանը։ Առաջին հաղորդումը նվիրված էր ազգային ժողովի ընտրություններին և փոքրիկ սփոյլեր անեմ, ամեն ինչ տեղի ունեցավ հենց այնպես, ինչպես կանխատեսել էի։ Երկրորդ հաղորդումը նվիրված էր ազգային ժողով անցած կուսակցությունների ղեկավարների նումերոլոգիական վերլուծությանը։ Իսկ այս հաղորդումը արդեն նվիրված է լինելու Հայաստանի ներկայիս հանրապետության վեդայական քարտեզի վերլուծությանը, ինչպես նաև ներկայիս մոլորակային տրանզիտների շնորհիվ Հայաստանի համար կանխատեսումների կատարմանը։ Եթե չես դիտել անցյալ տարի 2026 թվականի համար կատարված նումերոլոգիական կանխատեսումը, ապա կարող ես անցնել այս լինքով և դիտել։ Այս հաղորդմամբ ամենայն հավանականությամբ արդեն կավարտենք Հայաստանին նվիրված հաղորդումների շարքը և Հայաստանի համար կանխատեսում կանենք մեկ էլ աշնանը։ Իսկ եթե դեռ չես բաժանորդագրվել ալիքին, անպայման բաժանորդագրվիր, հավանիր այս տեսանյութը, որից իմանամ քեզ դուր է գալիս այս ֆորմատը, ինչպես նաև չմոռանաս սեղմել ներքևում զանգակի վրա, որպեսզի բաց չթողնես մեր հետագա հաղորդումները։ Իսկ հիմա արդեն անցնենք մեր գործին։ Ես անցնեմ մի քիչ այս կողմ, որպեսզի ինձ նույնպես տեսնեք։ Էկրանին հիմա դուք տեսնում եք մեր Հայաստանի ներկայիս հանրապետության վեդայական քարտեզը, սկսենք խոսել դրանից, վերլուծենք քարտեզը միասին, իսկ հետո արդեն հաղորդման երկրորդ հատվածում կանցնենք կանխատեսմանը։ Առաջին բանը, որ տեսնում ենք մեր հանրապետության քարտեզը ուսումնասիրելիս, այն է, որ Հայաստանի ներկայիս հանրապետության հիմնադրման օրը լուսինը գտնվել է ջրհոսի համաստեղությունում, լուսինը խորհրդանշում է մեր ազգին, մեր բնակչությանը, մեր ազգային մենթալիտետն ու հոգեբանությունը։ Ջրհոսի համաստեղությունը շատ պարզ ներկայացնում է հայերին, իրականում մենք ազգովի, ինչպես ջրհոսի համաստեղության ներկայացուցիչները, ծայրահեղությունների մարդիկ ենք։ Մենք կամ ծայրահեղ լավ ենք, կամ ծայրահեղ վատ ենք։ Մեր ազգում շատ են, նորարարները, գյուտարարները, ծայրահեղ, խելացի ու իմաստուն մարդիկ, բայց չկա մեդալ, որ չունենա հակառակ կողմ։ Դրա հետ մեկտեղ նաև մենք ունենք շատ ծայրահեղ անգրագիտության մեջ գտնվող մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն ցանկանում պոկվել հին բարքերից, չեն ցանկանում մտնել նոր աշխարհ, չեն ցանկանում ապրել նոր աշխարհի տենդենսներով կամ որ ինչ-որ չափով նորամուծություններ ու փոփոխություններ մտցնել իրենց կյանք։ Եվ այս ջրհոսի համաստեղությունը տալիս է մեր ազգին այդ ծայրահեղությունների հակումը։ Դրա հետ մեկտեղ նաև ինչպես ջրհոս մարդիկ, այդպես էլ մեր ազգը կառավարելի չէ։ Իրականում մեր ազգին հնարավոր չի կառավարել, դրա համար մենք բոլորս այս երկրում վարչապետ ենք, բոլորս անում ենք նենց ոնց որ մենք ենք ուզում, ոնց որ մեզ է հարմար, ուստի ջրհոսի համաստեղությամբ, ասենց ասած, ստեղծված ազգին բնակչությանը հնարավոր չի ուղղակի բռնել ինչ-որ սահմանափակումների մեջ դնել, ասել գիտես, այս քառակուսիների մեջից դուրս պետքա չգաս։ Իսկ այն մարդիկ, ովքեր իրանք ապրում են որոշակի քառակուսիների մեջ, հենց իրանք իրենցով փորձում են մյուսներին ներքաշեն այդ քառակուսու մեջ։ Առհասարակ այս համաստեղության բնակչություններին, այս համաստեղությամբ մարդկանց հարիր այն մտածելակերպը, որ այս աշխարհում մենակ իրանք են ճիշտ ու իրանցից բացի ոչ մի այլ կարծիք ճշմարիտ գոյություն չունի, ինչը մեր ազգին շատ բնորոշ է։ Ու երևի թե մեզ ամենից շատ խանգարող հանգամանքներից մեկն էլ հենց դա է, որովհետև մենք բոլորս հայերը առհասարակ չեն սիրում ընդունել այլակարծություն, չեն ընդունում այն փաստը, որ կարող է ինչ-որ հարցում իրանք սխալված լինեն ու անգամ պատրաստ են իրենց կյանքը տալ, ասենց ճակերտավոր ասած, միայն թե իրանց սխալը մինչև վերջ տանեն ու հանկարծ չընդունեն այն փաստը, որ ինչ-որ մեկը ճիշտ էր կամ ինչ-որ նորամուծություն ավելի լավ էր։ Իրականում ջրհոսների համար շատ կարևոր է, բաց լինել նորամուծություններին, զարկ տալ կրթությանը, եթե մենք բնակչությամբ, մեր ազգով սիրեինք սովորել, սիրեինք կրթվել, մեր պես հզոր ազգ գոյություն ամենայն հավանականությամբ չէր ունենա ու մենք ազգովի շատ բաների կհասնեինք, բայց քանի որ այստեղ թե հորոսկոպում, թե առհասարակ կյանքում գոյություն չունի միանշանակ լավ ու միանշանակ վատ բան, յուրաքանչյուր երևույթ ունի իր թե դրական, թե բացասական կողմը, հենց մեր ջրհոսի համաստեղությամբ ազգ լինելու բացասական կողմն էլ կայանում է նրանում, որ մեր մեջ նաև կան շատ մարդիկ, ովքեր ուղղակի անգրագետ են, չեն սիրում սովորել, չեն սիրում աշխատել, չեն սիրում դուրս
դուրս գալ իրանց սահմաններից եւ իրենց կարծիքն են թելադրում բոլորին։ Եթե կարողանան ջրհոսի այդ բացասական ազդեցության տակից դուրս գալ ու գնալ ջրհոսի ավելի դրական դրսևորումներ, ինչպիսիք են գիտությունը, սովորելը, ստեղծելը, զարգանալը, սեփական գործը լավ տիրապետելը, հավատացեք մեր ազգը որպես ազգ ունի պոտենցիալ այս աշխարհում լինելու նոր արար, ինչ որ նոր բան աշխարհին տվող ու այդ տեսակ մարդիկ մենք իրականում ունենք, հազվադեպ չի լինում, որ մարդիկ Հայաստանից դուրս կարողանում են շատ մեծ հաջողությունների հասնել, դառնալ աշխարհահռչակ, ու եթե մենք ազգովի փորձեինք օգտագործել այս ջրհոսի դրական դրսևորումները, այն մարդիկ, ովքեր Հայաստանից դուրս են հասել հաջողության, իրենք կկարողանային հենց Հայաստանի ներսում դառնալ հաջողակ ու այդպես օգուտ բերել առաջին հերթին մեր երկրին։ Չորրորդ տունը Հայաստանի համար, ինչը խոսում է մեր երկրի հողերի մասին, հողային տարածքների մասին, ցուլի համաստեղությունում է, ցուլը հողի համաստեղությունն է, ուստի մեր երկրի համար շատ կարևոր է հենց գյուղատնտեսությունը, հողի հետ աշխատանքը, ու գյուղատնտեսությունը մեր երկրի համար ամենամեծ եկամուտ բերող ոլորտներից մեկը կարա լինի, չնայած հիմա էլ է այդպես, բայց կարելի է էլ ավելի շատ ներդրվել ու իրականում հիմա Հայաստանում գնում է այլ գործընթաց, ուրբանիզացիան Հայաստանում շատ մեծ է, այսինքն բնակչության գերմեծամասնությունը կենտրոնացած է մայրաքաղաքում, վարում են քաղաքային կյանք, բայց այնինչ Հայաստանի համար գյուղատնտեսությունը շատ ավելի առաջնային ոլորտ է ու նույն գյուղատնտեսությունը երկրի մասշտաբով ավելի շատ օգուտ ու եկամուտ կարա բերի Հայաստանի Հանրապետությանը, քան մայրաքաղաքում կենտրոնանալը։ Այստեղ հերթով անցնենք տներով 5-րդ տունը, այս է, որ տեսնում եք, երկվորյակի համաստեղությունում է գտնվում ու այստեղ ունենք կետուն դիվային էներգիա, դրա մասին պատմել եմ իմ ինստագրամյան էջում, եթե չգիտեք, ռախու կետու հանգույցների մասին, դրանք կարմիկ հանգույցներ են, եթե ցանկանում եք մեկնաբանությունում նշեք, որպեսզի ռախուի եւ կետուի այդ կարմիկ հանգույցների դիվային ուժերի մասին հենց առանձին հաղորդում նկարեմ։ Ինչն է այստեղ կետուն մեզ խանգարում։ 5-րդ տունը հոգևորության տունն է, դրական կարմայի տունն է, ինչպես նաև իմ սեփական մեկնաբանմամբ այն ավանդական բարքերի ու արժեքների տունն է, իսկ այստեղ մենք ունենք երկվորյակի համաստեղություն եւ կետուն։ Դա է պատճառը, որ մեր ազգը ինչ որ չափով ունի օտարամոլություն։ Մենք շատ ենք ձգտում այլ երկրներից ինչ որ բաներ ներգրավելուն, շատ ենք ձգտում նմանվել այլ մարդկանց, այլ ազգերին, օրինակ հայերի մեջ շատ տարածված է, որ ինչ որ երեխա սիրուն է լինում, իհարկե դա սովետից մնացած բան է, որ ասում են, վայ ռուսի ճուտ, ոնց որ լինի, այդ է, որ մեր մեջ կա, որ ռուսը օրինակ շատ սիրուն ազգ է, կամ եվրոստանդարտները ավելի լավն են, քան մեր հայկական մենթալիտետը։ Թեկուզ այս կրոնական, աղանդավորական բաներով, հիմա մենք գնում ենք շատ նորամուծությունների կրոնական հարցում, որը խոչընդոտում է մեր ազգային կրոնին, հեսա կասեն Արտուր ջան, բա դու խես վեդայական աստղաբան, որ sense խոսում ես, բայց ինչևէ, հələ կրոնականը այս պահին մի կողմ դնենք, բարոյական արժեքներն էլ, այստեղ արժետ խոսքը մշակութային ու առօրեական կենցաղային հարցերի մասին է, որ մենք սիրում ենք լինել օտարամոլության մեջ։ Օրինակ հայկական LinkedIn համայնքում երկու հայ իրար հետ խոսում են անգլերեն, ինչը իմ համար մաքսիմում անհասկանալի է։ Եթե օքեյ, կարող է կազմակերպությունը արտասահմանյան է, բայց եթե չաթում երկու մարդ հայ են, իմաստը որն է իրար հետ անգլերեն խոսալու կամ իրար անգլերեն նամակ գրելու, եթե խոսացողները երկուսն էլ հայ են։ Ուստի այդ օտարամոլությունը կետուի դիվային ուժի վտանգավոր բաներից մեկն է, որը մեր ազգին կտրում է իր արմատներից, տեղից մենք մեր արդեն ազգովի ուրացել ենք, շատ մեր մշակութային արժեքների, մեր ազգային ավանդույթներին, կրոնին, ինչու՞ չէ նաև մեր հին ու հիմա դեռևս մենք շարունակում ենք էլ ավելի գնալ օտարամոլություն, էլ ավելի շատ փորձել նմանվել այլ ազգերի, չնայած որ մենք ինքներս մեր մեջ այնքան շատ դրական հատկանիշներ ունենք, որ հələ մի հատ էլ մեզ պետք է այլ ազգեր փորձեն նմանվել, ու սա մեծամտություն չի, սա ինչ որ ուռճացում չի, սա փաստ է, որ մենք հայերս ունենք շատ մեծ դրական հատկանիշներ, որի վրա պետք է կենտրոնանանք, բայց այդ դրական հատկանիշները ծալե դրել ենք դարակը ու փորձում ենք նմանվենք այլ ազգերի, կարծելով, որ ուրիշտեղ ավելի լավ է կամ ուրիշ
մենթալիտետային արժեքներ ավելի լավն են, քան մերը։ Անգամ sense մի հատ տերմին ունենք, եթե ինչ-որ մի բան տեղի ունենում խուժանական, վատ, անօրինական ճանապարհով, ասում են հա դե հայավարի արեցին, բայց պետքա կարողանանք մենք ազգով նենց անենք, որ հայավարին ոչ թե ասոցացվեր վատի, խորամանկության կամ օրինազանցության հետ, այլ հայավարին ասոցացվեր խելացի, ստեղծագործականի, ինչ-որ նորարարության հետ, հա, որը կարար բոլորին օգուտ տար։ Այստեղ նաև ունենք 6-րդ տան մեջ խեցգետնի համաստեղությունում Վեներա մոլորակը։ 6-րդ տունը պարտքերի տունն է, պետական ծառայությունների տունն է, աշխատանքի տունն է, ու այստեղ գիտեք հետաքրքիր պահ ունենք, նախ սկսեմ նրանից, որ 6-րդ տունը այստեղ կարող ենք համարել մեր բանակը, ու Վեներան գտնվելով այս հատվածում հենց են մեր դրական վերաբերմունքն է տալիս մեր զինվորներին, հա, մենք այն քիչ ազգերից ենք երևի թե որտեղ զինվորների, հա, խոսքը բանակի մասին չի, որտեղ մենք իհարկե զինվորականներին այդքան էլ լավ վերաբերմունք չենք ցույց տալիս այնքան ինչքան որ կանք, բայց մեր ազգում ամեն դեպքում կա բանակի պաշտամունք, կա զինվորին մեծարելու պաշտամունք, ու դա շատ լավ է, ու ինչքան լավ լինի, ինչքան բարձր մակարդակում դա լինի, հավատացեք մեր ազգի համար այդ մենակ օգուտ է, որ բանակային կյանքում լինելը, զինվորական կյանքում լինելը մարդկանց համար լինել պատիվ, հա, լիներ արիստոկրատիայի ներկայացուցիչ համարվեր բանակային կյանքում գտնվող մարդը, զինվորական աշխատանք ունենալը պրեստիժ լիներ։ Այ օրինակ շատ մարդիկ գնում են ինչ-որ բանկային գործի, մարքեթինգի եւ այլն ինչ-որ sense մոդեռն մասնագիտությունների հետևից, որտեղ դրանք պրեստիժ են, որովհետեւ դրանք սիրուն են հնչում, բայց մեր համար շատ կարեւոր կլիներ պրեստիժ դարձնելը, պետությանը ծառայելը, ոչ մենակ բանակային է, այստեղ նաեւ կարար բժշկական ծառայությունը լիներ, այստեղ կարար հրշեջ ծառայությունները լինեին, բայց մասնավորապես բանակային կյանքը, զինվորական լինելը, երկրի պաշտպանությամբ զբաղվելը, եթե մենք մեր համար դարձնենք սրբազան աշխատանք, եթե մենք ունենանք զինվորի պաշտամունք, այսպես ասած, հավատացեք, այդ մեր ազգին շատ մեծ օգուտ կտա։ Բայց այստեղ նաև պարտքերի տունն է, իրականում Վեներան բարենպաստ մոլորակ է, ու պարտքերի տան մեջ գտնվելով Վեներան բավականին մեղմում էր իրավիճակը, բայց մեր երկիրը ունի շատ մեծ արտաքին պարտք, ու այդ արտաքին պարտքը գնալով էլ ավելի է մեծանում, ինչը ամենայն հավանականությամբ եւ իմ սուբյեկտիվ կարծիքով թե նախկին, թե գործող բոլոր 30 տարիների ընթացքում գործած իշխանությունների սխալ կառավարման արդյունք է։ Եթե հնարավոր, ես քաղաքականություն չեմ հասկանում, իհարկե եթե ինձ ասեն Արտուր ջան, բա որն էր մեթոդը, չեմ կարող այդ հարցին պատասխանեմ, այդ պատճառով ես այստեղ շատ չեմ խորանում, բայց ամեն դեպքում, եթե մենք ունենք պարտքերի տան մեջ բարի մոլորակ, ասենց ասած, օրհնություն տվող մոլորակ, ապա մենք ունենք հնարավորությունը մեր արտաքին պարտքը ավելի քիչ ունենալու կամ առհասարակ չունենալու։ Համենայն դեպս Հայաստանի տնտեսական ռեսուրսները թույլ են տալիս, որ ինքը ավելի լավ վիճակում գտնվի, քան կա, բայց դե քանի որ մենք ունենք օտարամոլություն, քանի որ որոշակի քաղաքականություններ են վարվել ժամանակին, ինչի արդյունքում շատ կառույցներ վաճառվել են այլ ազգերի ներկայացուցիչների, հիմա ունենք այն, ինչ ունենք, այստեղ չխորանանք արդեն քաղաքական ոլորտի մեջ։ Այստեղ շատ կարևոր է ուշադրություն դարձնել մեր 7-րդ տանը, որովհետև մենք 7-րդ տան մեջ ունենք Յուպիտեր, Մերկուրի, առյուծի համաստեղությունում։ 7-րդ տունը մեր մյուս երկրներն են, հա, այն երկրները, որոնց հետ մենք համագործակցում ենք, թե մեր դաշնակից, թե մեր թշնամի։ Այստեղ նաև մոռացա նշել, որ 6-րդ տունը թշնամիների տունն էլ է նաև, ու այստեղ Վեներա մոլորակը ցույց է տալիս, որ մեր թշնամի հանրապետությունները բավականին հարուստ հանրապետություններ են, ու մեր թշնամիների հետ փողային հարցերով բնականաբար մենք չենք կարող, այսպես ասած, կոնկուրենցիայի մեջ դուրս գալ, որովհետև մեր երկիրը այդքան ֆինանսական ռեսուրս չունի, որպեսզի կարողանա ինչ-որ ֆինանսական մրցակցության մեջ մտնի իր հակառակորդ ուժերի մեջ։ Բայց 7-րդ տան մեջ ունենք Յուպիտերը, Մերկուրիի հետ առյուծի համաստեղությունում, ու այս կարևորագույն միացումներից մեկն է, նախ 7-րդ տան մեջ ունենալ Յուպիտերը շատ մեծ հաջողություն է, ու եթե կարողանային մեր քաղաքական գործիչները այս կոմբինացիայից, ասենց ասած, ճիշտ օգտվել, մեր երկրի համար վաղուց շատ ավելի լավ կլիներ, քան հիմա, ու այստեղ խոսքը բոլոր քաղաքական գործիչներին է վերաբերվում, ոչ միայն ներկա կամ ոչ միայն նախկին։ Նախ Յուպիտերն ու Մերկուրին իրար հետ խոսում են խոսքի մասին, դիվանագիտության մասին, պետական միջամտության մասին, ու Հայաստանի Հանրապետության ողջ
այսպես ասած քաղաքականությունը արտաքին աշխարհի հետ, պետք է հենց հիմնված լիներ դիվանագիտական կապերի, բիզնես կապերի, այսինքն ոչ թե մրցակցության, ոչ թե ինչ-որ պաթոսախառը մտքերի, այլ ավելի շատ հենց բիզնեսի, փող աշխատելու, բիզնես հարաբերություններ ստեղծելու վրա, որքան էլ դա շատերի սրտով լինի կամ չլինի, պետք չէ, հա, այստեղ տրվել զգացմունքներին, պետք չի կոպիտ ասած թշնամանք կոչված դարձնել ավելի անձնական մակարդակի, եթե կարող են բիզնես ինչ-որ շահ ունենալ մեր երկիրը, լավ կլինի բիզնես շահեր ունենա, փող բերի երկիր ու այդ փողը արդեն օգտագործի երկրի զարգացման համար։ Հիմա այդ փողը կամ այդ բիզնես պարտնյորը որ երկրի ներկայացուցիչ կլինի, այդքան էլ կարևոր չի։ Համենայն դեպս 7-րդ տան մեջ ունենալ Մերկուրի Յուպիտերի հետ համատեղելիություն ու չօգտագործել, դա շատ մեծ բաց թողում է, բացի այդ այստեղ նաև առյուծի էներգիան է, իսկ առյուծի նշանը գիտենք, հա, թագավորի էներգիան է, տարբերվողի էներգիան է, աչքի ընկնողի էներգիան է ու իրոք մենք կարող ենք արտաքին դիվանագիտությունը ճիշտ վարելու շնորհիվ, արտաքին քաղաքականությունը ճիշտ վարելու շնորհիվ կարողանալ ստեղծել համագործակցություններ, ու այս համագործակցությունները պետք է հիմնված լինեն ավելի շատ հենց շահի, փոխշահավետ հնարավորությունների, բիզնես գործարքների վրա, քան թե ինչ-որ արժեհամակարգային կամ բարեկամական հարաբերությունների վրա, որովհետև գիտենք քաղաքականության մեջ գոյություն չունեն բարեկամություն, քաղաքականության մեջ չկա ինչ-որ նորմալ արժեհամակարգ, այնտեղ կան կամ ընդհանուր շահեր, կամ հակադարձ շահեր, ու որքանով կարողանան դիվանագիտորեն այդ հարցը ճիշտ լուծել, այդքան օգուտ կբերեն երկրին։ Այստեղ պետք է խոսամ ամենավտանգավոր ու ամենավատ բանի մասին, դա այն է, որ 8-րդ տան մեջ մենք ունենք Մարս և Արև կոմբինացիան, 8-րդ տունը դա ճգնաժամերի տունն է, մահվան տունն է, պատերազմների տունն է պետության քարտեզում, ու այդ է պատճառը, որ մեր երկիրը ստեղծված օրվանից գտնվում է պատերազմական վիճակում, որովհետև Մարսը ինքը պատերազմի էներգիան է, Մարսը ջարդելու, ոչնչացնելու այդ սուր գործիքների, հրանոթների, զենքերի էներգիան է, իսկ 8-րդ տունը ինքը կրկին մահվան ու պատերազմի տունն է, այսինքն այստեղ երկու պատերազմին վերաբերող հզոր էներգիա միացել են մի տան մեջ, բնականաբար Հայաստանը չէր կարող լինել մի պետություն, որտեղ ամեն ինչ հանգիստ է, այստեղ կամ մենք պատերազմելու ենք արտաքին թշնամիների հետ, կամ տեղի է ունենալու անընդհատ ինչ-որ խառնաշփոթներ, ներքին հակասություններ, ինչ-որ անկանոն քաղաքական վիճակներ, օրինակ ես 24 տարեկան եմ, ես ինձ ինչ հիշում եմ այս 24 տարիների ընթացքում Հայաստանը կամ գտնվում է պատերազմական իրավիճակում հարևան պետության հետ, կամ էլ Հայաստանի ներսում է ինչ-որ անկայուն քաղաքական իրավիճակ, տարբեր միտինգներ, բողոքի ակցիաներ եւ այլն, այսինքն ես իմ 24 տարիների ընթացքում չեմ հիշում ընդհանուր առմամբ մի էտապ, որ լինի խաղաղություն, հա, եթե մենք սահմաններին ունենում ենք խաղաղություն, ապա մենք ունենում ենք ինչ-որ ոչ հանգիստ քաղաքացիական պատերազմի նման վիճակ մեր երկրի ներսում, ու դա հենց այս 8-րդ տան ամենաբացասական դրսևորումն է, բացի այդ Մարս մոլորակը, հիմա ինձ կարող է ստեղ շատերը քարկոծեն, 10-րդ տան կառավարիչն է, ինչ ենք տեսնում, 10-րդ տան մեջ մենք ունենք կներեք, 10-րդ տան մեջ մենք ունենք կարիճի համաստեղություն, 10-րդ տունը դա երկրի իշխանությունն է, իսկ կարիճի համաստեղության ղեկավարը Մարս մոլորակն է, այսինքն մեր երկիրը միշտ կոպիտ ասած մինուս է գնացել, միշտ ուժվել է սեփական երկրի առաջնորդների պատճառով բոլոր ժամանակներում, հա, դա կլինի թե ներկա, թե նախկին, երկրի սխալ կառավարման, սեփական ժողովրդին տարբեր ձևով ճնշելու, սեփական ժողովրդին թալանելու շնորհիվ մեր երկիրը միշտ տուժել է ընդհանուր առմամբ, ինչպես նաև Արևը մեր 7-րդ տան ղեկավարն է, այսինքն դիվանագիտության ղեկավարն է, ու նույնպես գտնվում է վատ տան մեջ, այսինքն թե մեր արտաքին դիվանագիտությունն է ընդհանուր առմամբ փլուզված, թե մեր ներքին իշխանությունը, մեր ներքին կառավարումն է միշտ եղել ի վնաս մեր ժողովրդի, ու այս տան հետ աշխատելը բավականին բարդ է, որովհետև այս տան այս բարդագույն միացումը, որտեղ Արևն էլ, հա, ինքը կրակի էներգիա է, ինքը բորբոքված էներգիա է, էգոյի մասին է, Մարսը կռիվների մասին է, ու այս համատեղելիությունը տալիս է նրան, որ մենք կամ պատերազմում ենք մեր ոչ բարով հարևանների հետ, կամ պատերազմում ենք ինքներս մեր դեմ։
9-րդ տան մեջ ունենք Պլուտոնը, 9-րդ տունը դա ազգային, ցենց ասած, բարոյագիտական կողմն է, մեր երկրի հոգեբանությունը ու մեր մոտ միշտ գիտեք ոնց է եղել, որ մեր երկրի կառավարումը, մեր երկրի մենթալիտետը, հոգեբանական վիճակը, ինչ որ ազգաբարոյական նորմերը հիմնված են եղել վախի էներգիայի վրա։ Այսինքն Հայաստանում իշխել է վախի քաղաքականությունը։ Մարդիկ վախեցել են մի բան չանեն, որ իշխանությունը չպատժի, կամ մարդիկ վախեցել են մի բան անեն, որ հանկարծ մարդիկ չբամբասեն իրենց մասին, չքննադատեն։ Այդ քննադատությունը, մարդկանց վախի էներգիայի մեջ պահելը մեր երկրին բավականին մեծ վնաս է տալիս, որովհետև բարոյական արժեքները, որոնք հիմնված են վախի վրա, վաղ թե ուշ պայթելու են։ Այստեղ նաև կրոնի հետ կապված հարցում շատ կարևոր է, որ մարդկանց մոտ զարգացնել աստվածահաճո կյանք ապրելու բարոյագիտական նորմեր, քան թե օրինակ Աստծո պատժից խուսափելու վախ, որովհետև նույն կրոնը, որը հիմնված է վախի մթնոլորտի վրա, վաղ թե ուշ մարդուն տանելու է դեպի պառակտում, մարդկանց տանելու է դեպի կործանում, ու օրերից մի օր մարդիկ ուղղակի չեն կարողանալու այդ վախի մթնոլորտի մեջ մնալ, պայթելու են ու սկսեն անել շատ այլ վատ բաներ։ Մեր 11-րդ տունը, որը պատասխանատու է կրկին դիվանագիտական հարաբերությունների համար, ինչ-որ աջակցությունների, դաշնակցությունների համար բավականին վատ վիճակում է գտնվում, որովհետև այստեղ աղեղնավորի համաստեղությունն է, աղեղնավորը դա քաղաքական հայացքներն են, բարոյագիտական նորմերն է, փիլիսոփայությունն է, որը գտնվում է Ռախուի դիվային ազդեցության տակ եւ Ուրան-Նեպտուն համատեղելիության մեջ։ Դա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել նորմալ դաշնակիցներ։ Մեր դաշնակիցները միշտ մեզ վերջի պահին դավաճանել են կամ հենց մեր երկրի հողերը իրանք տվել են, մեր երկրի բնակչությանը հենց մեր դաշնակիցները թալանել են, կապ չունի ով ա եղել, մեր երկրի ժողովրդին միշտ տրվել է ինչ-որ fake գաղափարներ, սուտ խոստումներ, ազգային մանիպուլյացիա է տեղի ունեցել ամբողջ այս 30 տարիների ընթացքում, հա, այստեղ չենք խոսում մենակ ներկա ժամանակի մասին, մենք խոսում ենք ամբողջ Հայաստանի այս երրորդ հանրապետության գոյության շրջանի մասին, ու ինչպես տեսնում ենք, հա, Ռախու կետու միացությունը, իրենք միշտ իրար են նայում, այս երկու դիվային ուժերը իրար հետ կապ ունի, ու դա է պատճառը, որ մեր ազգի մեջ մտցրվել է մի հատ գաղափար, որ օտարամոլությունը լավն է, որ այ Եվրոպայում լավ է, այ ամերիկացիները ճիշտ են, այ ռուսները գեղեցիկ, խելացի ազգ են, բայց իրականում մենք ենք լավը։ Պետք է կարողանանք զարգացնել, որ մենք ենք լավը, ու այդ մենք ենք լավը չլինի ինչ-որ պաթոս, չլինի ճորոյություն, չլինի մեծամտություն, այլ լինի իրական փաստերի վրա հիմնված գաղափարներ։ Ու այդ է պատճառը, հա, նաև Նեպտունը մարդկանց հենց ազգային զոմբիացումն է, դա է պատճառը, որ Հայաստանում կան շատ անիմաստ կուսակցություններ, կան շատ աղանդավորական կառույցներ, նաև թմրամիջոցների տարածումն է Հայաստանում շատ ուժեղ, որովհետև դա էլ է նույնպես բիզնես։ Ուստի մեր բնակչությունը պետք է կարողանա հնարավորինս սթափ մնա, չթողի իրա վրա ազդեն ինչ-որ ինտերնետային լուրերի, այ հիմա ինտերնետով ինչ լուր ասես տարածվում, այդ զոմբիացմանը չտրվի, այդ վախերին չտրվի, այդ մանիպուլյացիաներին չտրվի, եւ 12-րդ տան մեջ, որը արտաքին աշխարհն է, երկրի էմիգրացիան է, երկրից հեռանալն է, ունենք Սատուրն մոլորակը, Սատուրնը այստեղ կարմայի մոլորակն է, գիտենք, բայց Սատուրնը նաև վնասում է այն ոլորտը, որտեղ որ գտնվում է, ու այստեղ մեր արտաքին հարաբերությունները բնականաբար շատ վատ վիճակում են, մեր երկրում կա նաև արտահոսք բնակչության, մարդիկ իրենց հաջողությունը փորձում են գտնել արտասահմանում, որովհետև 12-րդ տունը այծեղ ջուրի համաստեղության մեջ այս այծեղ ջուրը դա փողն է, դա կարիերան է, ու մարդիկ հենց հայերը հաճախ իրենց կարիերայում հասնում են հաջողության գտնվելով արտասահմանում, որովհետև 12-րդ տան մեջ է եւ Սատուրնն էլ նաև տանում է նրան, որ մարդիկ փախնում են իրենց երկրից, դուրս են գալիս իրենց երկրից, փորձելով գտնեն հաջողություն արտասահմանում, բայց դե 12-րդ տունը հորոսկոպի վերջին տունն է, ու երբ որ ցանկանում ենք, հա, որ այդ էմիգրացիան կչացնենք, արտահոսքը կչացնենք, մարդիկ հաջողության հասնեն Հայաստանում, ինչև այս 12-րդ տան գաղափարին հասնելը մենք պետք է կարողանանք կարգավորել բոլոր այս տները։ Ինչն էլ որքանով ենք կարողացել անել թե ոչ, արդեն գրեք դուք մեկնաբանություններում, որպեսզի ես տեսնեմ նաև ձեր կարծիքը ու հասկանամ
Արդյոք հավանել եք, թե ոչ, իսկ հիմա արդեն անցնենք ներկայիս մոլորակային տրանզիտներին ու հասկանանք, թե ինչ սպասենք Հայաստանի համար ներկայիս շրջանում։ Դե ինչ անցնենք ներկայիս երկնքի վերլուծության եւ հասկանանք, թե ներկայումս ինչ է սպասվում Հայաստանի Հանրապետությանը, ինչպես տեսնում եք, մեր քարտեզը մի փոքր խառն է եւ կարող է շփոթություն առաջացնի ձեզ մոտ, բայց շփոթվելու կարիք չկա, ես այստեղ եմ այն վերլուծելու համար, այս պահին ունենք մի քանի հետաքրքիր տրանզիտներ ու ամենակարևոր մոլորակային տրանզիտները, որոնք ունենում են ամենամեծ ազդեցությունը թե մեր անձնական կյանքերի, թե մեր հանրապետության իրավիճակի վրա, դրանք Ռախու, Կետու, կարմիկ հանգույցների դիվային ուժերի տրանզիտն է երկնակամարում, ինչպես նաև Սատուրն եւ Յուպիտեր մոլորակների տեղաշարժերն են, որոնք գտնվելով որոշակի համաստեղություններում մեր երկրի քարտեզի որոշակի ոլորտներում կարողանում են իրենց ազդեցություն ունենալ տվյալ ոլորտների վրա։ Ներկա պահին կարևորագույն կետերից մեկը, որ պետք է նշեմ, դա այն է, որ Ռախուն գտնվում է ջրհոսի համաստեղությունում։ Ինչպես սկզբից նշեցի, մեր ազգաբնակչության նշանը հորոսկոպում ջրհոսի համաստեղությունն է, որովհետև մեր երրորդ հանրապետության ստեղծման օրը լուսինը գտնվել է ջրհոսի համաստեղությունում, իսկ այս պահին Ռախուն նույնպես ջրհոսում է, դա նշանակում է, որ երկնակամարում ունենք լուսին եւ Ռախու միացումը ջրհոսի համաստեղության մեջ, ինչն էլ հնարավորինս բացասաբար կերպով է անդրադառնում մեր ազգի, մեր բնակչության վրա։ Ռախուն դիվային ուժ է, Ռախուն պատրանքներն են, Ռախուն մանիպուլյացիաներն են, Ռախուն իլյուզիաներն են ու Ռախուն նաև ինտերնետն է, հեռուստատեսությունը, վախերը, սոցմեդիան ու դա է պատճառը, որ այս պահին մեր ազգը ամբողջությամբ գտնվում է այդ Ռախուի մանիպուլյատիվ էներգիայի մեջ։ Ազգը ընդհանուր առմամբ գնում է դեպի դեգրադացիա։ Այստեղ շատ են տարատեսակ fake լուրերը, որոնցով փորձում են մարդկանց վախեցնել։ Այ տեսեք, օրինակ, հեսա պատերազմ կսկսի, հեսա երկրի ներսում փոփոխություններ կլինեն, հեսա թուրքը կգա, հեսա կմտնեն ձեր տուն կամ հեսա երկրի ներսում ինչ-որ տերակտներ եւ այլն կսկսեն, այդ ամենը միայն Ռախուի բացասական ազդեցության տանող երևույթներ են ու այս շրջանում շատ կարևոր է, որ ցանկացած ինֆորմացիա, որ դուք կլսեք թե սոցմեդիայով, թե հեռուստատեսությամբ, դուք կարողանաք ինքներդ ձեր մեջ սթափ վերլուծեք ու թույլ չտաք այդ ինֆորմացիային ձեզ ճնշել, որովհետեւ Ռախուն վախերի մասին է ու որքան բնակչությանը պահում են վախի էներգիայի մեջ, այդքան բնակչությունը դառնում է ավելի ագրեսիվ, բայց միևնույն ժամանակ ավելի կառավարելի։ Այստեղ մի հատ շատ լավ արտահայտություն կա, ասում են բաժանիր, որ տիրես։ Ու որպեսզի կարողանան կառավարեն, ինչպես նշել էի, մեր ազգը այդքան էլ հեշտ կառավարվող ազգ չի, որովհետև ջրհոս է համաստեղությամբ, մեր ազգին կառավարելու համար պետք է մեր ազգին մեջտեղից պարակտել, բաժանել տարբեր խմբերի, նախկինների, ներկաների, սևերի, սպիտակների եւ այլն, բայց այդ ամենը պարզապես նույն մարկանց է ձեռնատու ու շատ կարևոր է, որ մենք լինելով adekvat մարդիկ թույլ չտանք այդ էմոցիաներին մեր վրա վերցնել իրենց ազդեցությունը։ Ռախուն որքան էլ իլյուզիաներն են, Ռախուն որքան էլ խաբկանքներն են, Ռախուն դիվային ուժ լինելով հետ մեկտեղ իր մեջ ունի նաև օգուտներ, որովհետև Ռախուն տրամաբանությունն է, անալիզն է, վերլուծողական մոտեցումն է, երբ որ մենք ստանում ենք ինչ-որ ինֆորմացիա, պետք է կարողանանք այդ ինֆորմացիան մարսենք ու մենք ինքներս մեր մեջ վերլուծենք, որպեսզի հասկանանք, թե ինչ ներկայացվեց մեզ։ Այ հիմա շատ են, չէ՞, տարբեր քաղաքական մեկնաբանները, գուշակները, աստղաբանները, որոնք փորձում են ինչ-որ կանխատեսումներ անեն իշխանությունների մասին, նախկին իշխանությունների, երկրի քաղաքական վիճակի մասին, ու այդ նույն աստրոլոգները իրենց մեջ կան մարդիկ, ովքեր հարում են կոնկրետ կուսակցության անդամներին, կոնկրետ կուսակցությանը ու իրենց կանխատեսումների ընթացքում զբաղվում են կոնկրետ մեկ կուսակցական ուժի գովքով։ Շատ կարևոր է, երբ որ դուք լսում եք այդ ինֆորմացիան, կարողանաք Ռախուի այդ վերլուծական էներգիան օգտագործել ու հասկանալ, ձեզ տրվեց այդ պահին օբյեկտիվ գնահատական, թե ամեն դեպքում ձեզ վրա փորձեցին ունենալ ինչ-որ մանիպուլյատիվ ազդեցություն, ձեզ գցել ինչ-որ էմոցիաների մեջ եւ ձեզ դրդել ինչ-որ հստակ քայլերի։ Այ օրինակ մեկնաբանություններում կարող եք կիսվել ձեր տպավորություններով, իհարկե adekvatության սահմաններում շատ հետաքրքիր կլինի ինձ համար կարդալ, թե ինչ
ինչ եք կարծում դուք, ես օբյեկտիվ եմ կատարում վերլուծությունները, թե ոչ։ Բնականաբար ես այստեղ ասելու եմ, որ ես որպես պրոֆեսիոնալ մասնագետ օբյեկտիվ եմ եւ թույլ չեմ տալիս ձեր հետ կիսվել իմ անձնական, ասենց ասած, դիրքորոշումներով, բայց կցանկանայի նաեւ լսել ձեր մեկնաբանությունները, ավելի ճիշտ կարդալ, որովհետեւ ինձ միշտ հետաքրքիր է կարդալ ձեր adekvat թե քննադատական, թե մոտիվացնող մեկնաբանությունները եւ հենց ձեր կոմենտներն են օգնում ինձ այլ ավելի հետաքրքիր դարձնել էջը ու ալիքը։ Ուստի այս Ռախուի բացասական ազդեցությունը դեռևս շարունակվելու է։ Ռախուն ազգին դարձնում է ավելի ագրեսիվ, ավելի ջղային, շատ հավանական են, տարբեր ծեսկրտուքները, վիճաբանությունները, սպանությունները, անհանդուրժողականությունը, ու այս ամենը նաև ուղեկցվելու է սև շուկայի զարգացմամբ, Ռախուն նաև թմրանյութերն են, ալկոհոլն է, մեր ազգը ջրհոսի համաստեղության ազգ է, մեզ առհասարակ խորտ չի տրվում օգտագործել ալկոհոլ կամ ինչ-որ թմրեցնող նյութեր, որովհետև դրանց բացասական ազդեցությունը մի քանի անգամ ավելի ուժեղ է մեր մենթալիտետի, մեր գիտակցության վրա, ու այս պահին նաև ունենալով Ռախուլուսին համակցությունը երկնակամարում ընդհանրապես ցանկացած թմրեցնող միջոցի ազդեցություն կարա մեր համար կործանիչ լինի։ Պետք է կարողանանք հետևել բոլոր օրենքներին, արագությունը պահպանելու, ամրագոտին կապելու, փողոցը ճիշտ տեղով անցնելուց մինչև այլ ավելի լուրջ իրավախախտումների բաների մեջ չընկնենք։ Այստեղ նաև 7-րդ տան մեջ, ինչպես նշեցի, 7-րդ տունը մեր դիվանագիտական հարաբերություններն են, մեր դաշնակցություններն են, ասենց ասած, դաշնակից պետություններն են, ունենք կետուն Ռախուի հակադարձ դիվային ուժն է, բայց ամեն դեպքում նույնպես դիվային ուժ է, ինչը կարա տանի նրան, որ մեր երկիրը ներկապային գտնվի ինչ-որ փուչ քաղաքական վիճակների մեջ, որտեղ մարդկանց աչքին կարող է փորձեն ասենց ասած ցող փչել կամ ասել տեսեք մենք սենց ենք անում, էսի լավն է, կամ այնտեղ տարբեր անիմաստ քննադատություններ մարդկանց կրկին փորձեն վախերի մեջ պահեն։ Կետուն նաև այն է, այստեղ ունենք կետու Յուպիտեր եւ Մերկուրի համատեղությունը, որ կտրուկ փոփոխություն է սկսվում մեր քաղաքական դաշտում, այն պետությունը, որի հետ մենք երկար ժամանակ մեզ համարել ենք դաշնակից, այ հիմա օրինակ կտրուկ փոխվում է։ Ռուսաստանի հետ ենք մենք այսքան ժամանակ մեզ համարել դաշնակից հանրապետություն, բայց եկել է этаպը, որ արդեն Ռուսաստանից մենք անցնում ենք կատարում դեպի եվրոպական երկրներ, ու սա կետուի ազդեցությունն է, շատ կարևոր է, այս շրջանում էլի նույն մանիպուլյացիաներին չտրվել, որտեղ Ռախուն ու կետուն ընդհանուր առմամբ շատ նման էներգիաներ են, իհարկե Ռախուն ավելի շատ տանում է կենտրոնացում, տանում է դեպի վախեր, ու կետուն էլ իր հետ վախերի հետ մեկտեղ տանի, իսկ կետուն տանում է ավելի անջատումներ, մենք կտրվում ենք մեր այսքան ժամանակ դաշնակից համարված երկրից ու գնում ենք դեպի նոր աշխարհ։ Իհարկե դա կարող ուղեկցվելու է զուտ խոստումներով, ուղեկցվելու է ինչ-որ մարքեթինգային արշավներով, ֆեյք լուրերով, տարբեր մանիպուլյատիվ արտահայտություններով, իհարկե նաև դա հանգեցնելու է որոշակի խնդիրների։ Սակայն այս շրջանը անցողիկ է լինելու, շատ կարևոր է, որ կրկին մենք պահենք մեր գիտակցության բարձր մակարդակը, մեկս մյուսի հանդեպ չլինենք ագրեսիվ, ամենայն հավանականությամբ այս տարվա վերջում մեր ազգի գերլարված վիճակը մի փոքր ավելի կհանդարտվի, որովհետև Ռախուն ու կետուն իրենց դիրքերը փոխելու են նոյեմբերի վերջ, դեկտեմբերի սկիզբ ընկած հատվածներում, նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 15 ընկած հատվածներում արդեն Ռախու կետու դիվային ուժերը իրանց դիրքերը կփոխեն եւ մեր ժողովրդի վրայից Ռախուի այդ իլյուզիորնի այդ խաբուսիկ էներգիայի ազդեցությունը մի փոքր կթուլանա, բայց ամեն դեպքում Ռախուն տեղաշարժվելու է դեպի Այծեղջուրի համաստեղություն, որտեղ հանդիպելու է մեր Սատուրն մոլորակին 12-րդ տան մեջ։ Պետք է նշեի նաև, որ Ռախուն ու Կետուն ի տարբերություն այլ մոլորակների հորոսկոպի նշանները հակառակ ձևով են, այսինքն ռետրոգրադ ձևով են ընթանում։ Եթե ներկապային Ռախուն ջրհոսում է, նշանակում է հաջորդ տրանզիտի ժամանակ ոչ թե գնալու է դեպի Ձկներ, այլ գնալու է հետ դեպի Այծեղջուր։ Այնտեղ հանդիպելու է Սատուրն մոլորակին, իսկ Սատուրն Ռախու համակցությունը առհասարակ աստրոլոգիայում համարվում է վատագույն
համակցություններից մեկը, ես այս պահին ձեզ չեմ ցանկանում վախեցնել ինչ-որ վատ կանխատեսումներով, դրա մասին կխոսանք արդեն աշնան ընթացքում, ամեն դեպքում այս պահին թույլ մի տվեք, որ Ռախուի այդ մանիպուլյատիվ էներգիան, այդ զոմբիացնող, դեգրադացնող էներգիան ձեզ հետ պահի ավելի adekvat քայլեր անելուց։ Հնարավորեն տարվա երկրորդ կեսին սկսվի լուրջ խնդիրներ կապված երկրի արտաքին հարաբերությունների հետ կապված, միգուցե Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականորեն տապալվեն, հնարավոր է սահմանադրության հետ կապված հարցերը երկրորդ կեսին, աշնանը գլուխ բարձրացնեն, որովհետև կետուն էլ գնում է 6-րդ տուն, իսկ 6-րդ տունը թշնամիների տունն է, պատերազմական հարցեր կարող են լինել, բայց ես ավելի շատ հակված եմ, որ այստեղ խոսքը գնում է տնտեսական ճգնաժամի, տնտեսական պատերազմի մասին, եթե 2025 թվականի վերջին կատարված իմ կանխատեսումը նումերոլոգիական նայել եք Հայաստանի համար, ես այնտեղ նույնպես նշել եմ, որ Հայաստանի 2026 թվականի երկրորդ տարեկեսը բավականին վտանգավոր է հենց տնտեսական ճգնաժամերի եւ պատերազմական իրավիճակի հետ կապված հարցերով։ Ես իհարկե հակված չեմ, որ պատերազմը կլինի մեր հարևան պետությունների հետ, ավելի շատ հակված եմ, որ հնարավոր է լինի ներքին քաղաքական բախումներ, քաղաքացիական պատերազմ կամ ինչ-որ արտաքին շատ խիստ տնտեսական ճգնաժամներ, ինչպիսիք են օրինակ գազի մատակարարման անջատումը կամ որոշակի սանկցիաների կիրառումը, բայց այս պահին դեռևս չեմ ուզում ձեզ վախեցնեմ բացասական կանխատեսումներով, կարող եք գնալ իմ անցյալ տարվա նումերոլոգիական կանխատեսումը նայել եւ մեկնաբանություններով նաեւ կիսվել ձեր անհատական վերլուծություններով ու կանխատեսումներով, որովհետեւ դրանք ինձ նույնպես հետաքրքրում են։ Համենայն դեպս Ռախուի այս մանիպուլյատիվ ազդեցությունը տարեվերջում կքչանա եւ արդեն կանցնենք մանիպուլյացիաների նոր լեվելի, որովհետեւ Ռախուն ամեն դեպքում չի կարող հագիստ իր տեղը նստի, ամեն դեպքում դիվային ուժ է, իսկ էլ ինչ դիվային ուժ, որ մարդկանց մի վնաս չտա։ Այս պահին ունենք Սատուրն մոլորակի տրանզիտ ձկների համաստեղությունը եւ այստեղ Սատուրնը դեռևս մնալու է մինչեւ 2027 թվականի հունիսի 3-ը մինչև մնալու է ձկներում, նաև այստեղ պետք է նշեմ, որ Հայաստանի համար ներկա պահին Սադիսացի փուլն է, Սադիսացին դա կարմիկ պատասխանները տալու շրջանն է, յուրա տևում է մոտավորապես 7.5 տարի, Սատուրնը, ինչպես գիտենք, վեդայական աստղաբանության մեջ համարվում է կարմայի տիրակալը, մարդկանց, երկրներին բերում է իրենց կարմիկ պատասխանները, այն ամենը, ինչը իրանք ցանել են, ինչը իրանք աճացրել են։ Ես իհարկե չեմ ուզում փնովել մեր ազգին, բայց 30 տարի շարունակ մենք ապրել ենք տոտալ ագրագիտության մեջ, չենք կրթվել, սովորելը հատկապես տղաների համար, դասանելը, դպրոցում դաս պատասխանելը, համալսարանում սովորելը ամոթ ենք համարել, գիրք կարդալը դոձիկություն ենք համարել, կարդացող տղաներին ծեծում էին մի քանի տարի առաջ դեռևս մեր երկրում։ Ու դա բնականաբար չէր կարա իր հետ կարմիկ ինչ-որ ծանր պատասխանատվություն չբերեր, երբ որ մեր մոտ քրեական ինչ-որ ենթամշակութային գաղափարներն էին առաջ տարում, երբ որ ազգովի մնացել ենք Որոգայթի բրիգադայի ազդեցության տակ, բնականաբար շատ ծանր կարմա ենք կուտակել ու այն, որ մեր երկիրը այս պահին գտնվում է շատ վատ վիճակում, նույնպես մեր ազգային կարմայի պատասխաններից մեկն է, որը Սատուրնը մեզ բերել է։ Իհարկե, այս պահին ես խոսում եմ մի վնաս մեզ, բայց ամեն դեպքում ես չեմ կարա ասենց ասած ականջահաճո բաներ ասեմ զուտ դիտումներ հավաքելու համար, դա իմ մոտեցումը չի։ Սատուրնը բերում է այն, ինչ որ մենք ցանել ենք, բումերանգի օրենքն է, եթե մենք ազգով ինչ որ սխալներ ենք արել, դրա պատասխաններն ենք հիմա ստանում, բայց ամեն դեպքում 2027 թվականին, երբ որ ձկների համաստեղությունից դուրս գա, Սատուրնի ազդեցությունը Հայաստանի վրա այս պահին մի փոքր ավելի կթուլանա, որտեղ Սադիսացի փուլը կավարտվի 7.5 տարին կլրանա, արդեն 2026-ին 27-ին դուրս կգա, ամենայն հավանականությամբ Սադիսացի, ես այս հաշվարկը այն ժամանակ չէի արել, ուշադիր չէի եղել, Սադիսացին Հայաստանի համար սկսել է ամենայն հավանականությամբ 2019 թվականի մոտերանք, ես հետո այս հաղորդումից հետո կնայեմ մի հատ Սատուրնը երբ է մուտք գործել Այծեր համաստեղություն, որովհետև Սադիսացին այդ կարմայական պարտքերը տալու շրջանը Հայաստանի համար սկսվել է այն ժամանակ, երբ որ Սատուրնը մտել է Այծեր ջրի համաստեղություն, եթե հաշվի առնենք, որ ամեն համաստեղությունը մոտավորապես 3 տարի է մնում, իսկ ընդհանուր Սադիսացի փուլը տևում է 7-7.5 տարի, կարելի է
կարող ենք ասել, որ Հայաստանի այդ կարմիկ պատասխանատվության պատասխանները տալու շրջանը սկսել է գրեթե 2018-2019 թվականին, իսկ 2020 թվականը եղել է ամենածանր շրջանը, երբ որ Սատուրնը գտնվել է ջրհոսի համաստեղությունում։ Իհարկե հիմա ցավոտ թեմաներից չխոսանք, բայց ինչևէ եկող տարի մի փոքր ավելի կխախանդվի այս Սատուրնի բացասական ազդեցությունը, չնայած այլ հաշվարկներով եկող տարի Հայաստանի համար սկսում է Սատուրնի դարաշրջան, այսինքն նշի Սատուրնը ամբողջությամբ ազդում։ Իհարկե հորոսկոպով Սատուրնը տեղափոխվում է Խոյի համաստեղությունը թուլացնում է իր կարմայական բացասական ազդեցությունը, բայց ընդհանուր առմամբ Հայաստանի քարտեզի համար սկսում է Սատուրնի շրջանը, որը իր ազդեցությունը կունենա, դրա մասին արդեն կխոսենք եկող տարի։ Սատուրնը գտնվում է երկրորդ տան մեջ, երկրորդ տունը դա մեր երկրի ֆինանսական կարգավիճակն է, պետական բյուջեն է, ու դա է պատճառը, որ մոտ շրջանում այս տարիների ընթացքում ֆինանսական ծախսերը Հայաստանում շատ են եղել, ֆինանսական սահմանափակում, հարկերի բարձրացում, տուգանքների ավելացում, պետության միջամտությունը ֆինանսներին ավելի է շատանալու, հարկերը նույնպես կբարձրանան այս շրջանում, սակայն 2027 թվականի տեղափոխությունից, այդ տրանզիտից հետո ավելի կկարգավորվի որոշ հարցեր։ Ինչպես նաև գտնվելով երկրորդ տան մեջ Սատուրնը իր հայացքն է գցում 4-րդ տան վրա, 4-րդ տունը, ինչպես նշեցի, դա մեր երկրի հողատարածքներն, սահմանափակման կրճատելու, քչացնելու մասին է Սատուրնը, ու Սատուրնը իր հայացքն է գցում այն 4-րդ տան վրա, որը պատասխանատու է մեր երկրի հողատարածքների մասին։ Այս շրջանում տեսեք մեր երկրի անդադ թեմաներ է շրջանառվում, որ հողեր ենք տալիս, գյուղեր ենք կորցնում, դիրքեր ենք կորցնում, դա Սատուրնի ազդեցությունն է, որը նույնպես 2027 թվականի հունիսից հետո կքչանա ու մենք ամեն դեպքում ավելի կկարգավորվի այս սահմանների հետ կապված հարցերը եւ այլն, տարածքային այդ կորուստների, ժողովրդին տարբեր ձևով ճնշելու թեզերը, հարցերը, պահերը այլ ավելի կկարգավորվեն, չնայած ամենայն հավանականությամբ մենք եւս էլի կունենանք ինչ որ չափով տարածքային կորուստներ, միգուցե խոսքը այստեղ արդեն այն Թրամփի ուղու մասին է, որը ամեն դեպքում համաձայնվել է, որ պետքա տա, որովհետև դա նույնպես մեր երկրի տարածքով է գնալու, փաստացի այդ հատվածի վրա մենք արդեն ամբողջական իշխանություն չենք ունենալու, ինչ որ հատված նորից մեր երկրի հողատարածքից տրվում է, իսկ 4-րդ տունը դա հողատարածքների տունն է, եւ Սատուրնի այդ սահմանափակող ազդեցությունը բնականաբար այդտեղ պետքա ունենար իր ազդեցությունը։ Ինչպես նաև Սատուրնը ունի իր հայացքը 8-րդ տան վրա, ինչպես նշեցի պատերազմի տունը, դրա համար այստեղ նաև գտնվում է մեր երկրի իշխանության խորհրդանիշ մոլորակը, Մարս մոլորակը, ինչպես նաև արևը քարտեզում նույնպես խորհրդանշում է երկրի իշխանությանը, եւ Սատուրնի այդ պատժիչ հայացքը երկրի իշխանության վրա։ Դրա համար երկրի ներկայիս իշխանությունը կորցրել է ընդհանուր առմամբ իր համբավը։ Իհարկե վերընտրվեցին, բայց երկրում շատ է քննադատությունը իրանց հանդեպ, կոնֆլիկտները քաղաքական հողի վրա, առհասարակ վստահությունը երկրի ներկայիս իշխանության ու առհասարակ նախկին իշխանությունների հանդեպ նույնպես տոտալ վերացել է ամենայն հավանականությամբ ազգի մոտ, ու այս պահին իմ անձնական կարծիքով, այստեղ նշեմ, որ սա իմ անձնական կարծիքն է, չկա մի ուժ, որի հանդեպ ժողովուրդը ունի վստահություն։ Բայց այստեղ շատ կարևոր է, որ այդ քաղաքական հայացքները պատճառ չդառնա, որ մենք ժողովրդով իրար ներս մեջ սկսենք իրար վնասել։ Ես դա չեմ պատկերացնում, ոնց կարան մարդիկ քաղաքական հայացքների պատճառով վիճեն իրար հետ, այնտեղ ընկերություններ վերջացնեն, հարաբերություններ խզեն, դա իմ համար ընդհանրապես հասկանալի չի։ Եվ նաև Սատուրնի հայացքը ընկած է 11-րդ տան վրա, 11-րդ տունը մեր դաշնակից երկրներն են, մեր ներքին կուսակցություններն են, աղանդներն են, ու այդ պատճառով այս պահին դեռևս պատերազմական թեմաները նորից կարան գլուխ բարձրացնեն, որովհետև մեր քարտեզում այստեղ Ռախուն է, այսինքն Սատուրնը նայում է Ռախուի էներգիային, որովհետև մեր հիմնական քարտեզում Ռախուն 11-րդ տան մեջ է, այստեղ կա Նեպտունը, Ուրանը,
որը հանգեցնում է նրան, որ մենք հիմա անկեղծ ասած ես չեմ հասկանում ու վստահ եմ շատերն էլ չեն հասկանում, թե ներկա պահին Հայաստանը ինչ արտաքին քաղաքականություն է վարում, որովհետև մենք մի օր Եվրոպայի հետ ենք լավ, մի օր Ռուսաստանի հետ ենք խոսում, մի օր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ են փորձում ինչ-որ հարաբերություններ կարգավորեն ու ընդհանուր առմամբ sense մի հատ շիլաշփոթ է, երբ որ երրորդ աչքով նայում ես այս իրավիճակին, դու չես հասկանում այստեղ ինչ է կատարվում ու դա Սատուրնի հայացքն է 11-րդ տան վրա ու այս շրջանում նաև շատ դաշնակիցներ են կորելու, բայց դրա հետ մեկտեղ նոր դաշնակիցներ են հայտնվելու ու այստեղ կրկին գլուխ է բարձրացնում սև շուկան, որովհետև հնարավոր է արտասահմանից Հայաստան գան սև շուկայի ապրանքներ, թմրեցնող միջոցներ, դրանց շրջանառությունը երկրում մի քանի անգամ ավելանա, բայց այս ամենը, այս սև շուկա կոչվածը 2027 թվականի հունիսից հետո բավականին քչանալու է, երբ որ Սատուրն մոլորակը իր տրանզիտով գնա խոյի համաստեղություն արդեն։ Մյուս տրանզիտը Յուպիտեր մոլորակի տրանզիտն է, Յուպիտերը այս պահին գտնվում է Խեցգետնի համաստեղությունում, Խեցգետինը Յուպիտերի էքզալտացիայի կետն է, Յուպիտերի ամենահաջողակ կետն է եւ գտնվելով 6-րդ տան մեջ Հայաստանի համար ստեղծում է հնարավորություն ֆինանսական արտաքին այդ պարտքերի հետ կապված հարցերը կարգավորելու, ֆինանսական հարցերը կարգավորելու, հնարավոր է այս շրջանում ժողովրդի ֆինանսական բեռը մեծանա նրանով, որ հարկերը բարձրացնեն, բայց միևնույն ժամանակ այդ հարկերը ուղղվեն պետ բյուջեն լցնելուն, երկրի ֆինանսական որոշ հարցեր, տնտեսական հարցեր կարգավորելուն, մի խոսքով այստեղ գիտեք երկու հետաքրքիր բան ունենք, Սատուրնը սահմանափակող մոլորակ է, Սատուրնը ճնշող մոլորակ է, որը գտնվում է երկրորդ տան մեջ կրկին ֆինանսական ոլորտում, եւ Յուպիտերը, որը հակառակը, ինքը ուրճացնող մոլորակ է, ինքը օրհնություն, հաջողություն տվող մոլորակ է, գտնվում է 6-րդ տան մեջ, որը նույնպես կարա առնչվի ֆինանսների ու պարտքերի հետ, ու այստեղ հետաքրքիր հակասություն կա, մի կողմից պետության միջամտությունը ֆինանսական կյանքին, հարկերի զարգացմանը, մեծանման, բայց մյուս կողմից էլ այդ հարկերը ուղղվելու են պետական բյուջեի լցմանը, ինչ-որ արտաքին պարտքերի փակմանը եւ այլն եւ այլն։ Բայց 6-րդ տունը նաեւ ծառայությունների տունն է ու այս շրջանում բանակի հետ կապված հարցեր են կարգավորվելու, բանակի հետ կապված վիճակը ավելի շատ ոչ թե զենքի առումով, այլ բանակում կոմֆորտի, ֆինանսական հարցերի, զինվորների ապահովվածության հետ կապված հարցերը կարգավորվելու են բավականին։ 6-րդ տունը նաև բժշկության տունն է, իսկ 6-րդ տնից նաև Յուպիտերը նայում է 12-րդ տուն, 12-րդ տունը նույնպես բժշկական ոլորտն է։ Բժշկական ոլորտում են ունենալու հստակ կարգավորումներ, դրա կարևորագույն դրսևորումներից մեկն է, որ այս շրջանում արդեն մտավ համընդհանուր բժշկական ապահովագրությունը, որ շատ թանկարժեք բժշկական ստուգումներ, միջամտություններ դարձան լիովին անվճար աշխատող մարդկանց համար ու դա վերջին շրջանում Հայաստանի կարևորագույն ձեռքբերումներից մեկն էր, ուստի այս առումով Յուպիտերը բավականին լավ ազդեցություն է ունեցել Հայաստանի համար։ Արտաքին կապերը նույնպես հնարավոր կլինի բարելավել ճիշտ քաղաքականություն վարելու շնորհիվ, որովհետև Յուպիտերը նայում է 12-րդ տան վրա ու 12-րդ տունը արտաքին հարաբերություններն են, այլ երկրների հետ հարաբերություններն են ու դա նույնպես կարա կարգավորվի ու մինչև այս տարվա վերջ, որովհետև Յուպիտերը գտնվելու է մինչև նոյեմբերի 31-ը Խեցգետնի համաստեղությունում այնտեղ արդեն հարցերը կկարգավորվեն որոշ, առհասարակ մինչև 2026 թվականի վերջ որոշ հարցեր կկարգավորվեն, չնայած որ 2026 թվականի այդ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին շատ մեծ է ռիսկը ներքին ճգնաժամի, տնտեսական ճգնաժամի ու կոնֆլիկտների, այսինքն հիմա կանգնած է մի կետում, որտեղ եթե Հայաստանի ներկայիս իշխանությունը վարի հնարավորինս ճշգրիտ քաղաքականություն ու իրենց չխանգարեն կողքից, շատ հավանական է Հայաստանին իրոք շատ մեծ ու լավ փոփոխություններ բերելու, բայց եթե այդ քաղաքականությունը տապալվի, եթե ներքին դավաճանությունները նորից գլուխ բարձրացնեն, Հայաստանում քաղաքացիական պատերազմը, տնտեսական մեծ ճգնաժամը կլինի անխուսափելի, այսինքն մենք կանգնած ենք մի կետում, որտեղ մեր դիմաց երկու ճանապարհ կա, մեկը քաղաքական վերելք, մեկը տնտեսական աճ, մյուսը տոտալ տնտեսական անկում եւ
ներսից պարակտում։ Ինչպես նշել էի ես իմ նախորդ կանխատեսման ժամանակ, ներկայիս իշխանությունը կարճաժամկետ է իր ազդեցությունը կարողանալու պահպանել, ամեն դեպքում մի 2 տարվա ընթացքում կունենանք այլ փոփոխություններ, ինչևէ Հայաստանի ներսում դեռևս քաղաքացիական պատերազմի շատ մեծ ռիսկ է ու շատ հավանական է դա կապված լինի սահմանադրության փոփոխման հետ, որովհետև երբ որ կետում գնաց տրանսիտից, նոյեմբեր ամսին կետում տեղափոխվեց 6-րդ տուն, այնտեղ արդեն պատերազմական ինչ-որ ներքին բախումների թեմաները գլուխ են բարձրացնելու։ Յուպիտերը նաև նայում է այստեղից 10-րդ տան վրա, 10-րդ տունը դա մեր իշխանությունն է, պետության կառավարական համակարգն է եւ իշխանության այդ պետական կառավարումը շատ ավելի է ուժեղանալու այս շրջանում։ Շատ հավանական է, որ դուրսը մոտենան ոստիկաններ մարդկանց ստուգեն, խոզարկումներ անեն, մեքենաներ ստուգեն, այսինքն մեր երկրում մտնելու է մի հատ վիճակ, հնարավոր է անգամ, գիտեք, այն մոռացա այդ բառը ոնց էր կոչվում, ես այդ բառը մոռացա, բայց ինտուիտիվ այդ է ինձ հուշում, որ պարեկային ժամ մտցնեն, գա էտապ, որ Հայաստանում մտցնեն պարեկային ժամ, որ օրինակ երեկոյան 7-ից 8-ից հետո դուրսը մարդ չպետք է լինի, որովհետև այս տրանզիտը տանում է նրան, որ երկրում տեղի կունենա ներքին քաղաքացիական պատերազմ, բայց այստեղ շատ կարևոր է, եթե ինձ լսեք որպես աստղաբան, որպես խորհրդատու, որպես մարդ, որ ինչ-որ չափով էզոտերիկայից հասկանում է, ես խորհուրդ կտամ ձեզ հեռու մնալ ցանկացած այդ քաղաքացիական բախումներից, որովհետև այդ ամենով դուք վնասելու եք ձեզ, իսկ մահվան էներգիան այս պահին Հայաստանի վրա շատ ծանրացած է, ընդհանրապես պետք չի, որ դուք ինչ-որ մեկի սենց ասած գեղեցիկ խոսքերի, պաթոսախառը մտքերի, մանիպուլյացիաների ազդեցության տակ գնաք ու ձեր կյանքը զոհաբերեք, որովհետև Հայաստանում սևմոգությունը շատ հզոր է, Հայաստանում շատ մեծ դիվային ուժեր կան, որոնք անընդհատ պահանջելու են զոհեր, մարդկային զոհերի տեսքով, ու դրա ամենապարզ ուղիներից մեկը մարդկանց անընդհատ մանիպուլյացիաների տեսքով վեճերի ու պատերազմների հրահրելն է։ Սիրելիներս, այսօր այսքանը, հուսով եմ մեր երկրի համար ամեն ինչ կլինի հնարավորինս բարեկեցիկ ու բարենպաստ ձևով, մի տրվեք ոչ մեկի սադրանքներին, մի կորցրեք ձեր բանականությունը, մի կորցրեք ձեր վերլուծական ունակությունները, ձեր գիտակցությունը ու թույլ մի տվեք, որ մարդիկ ձեզ մանիպուլացնեն, եղեք գիտակցված, եղեք տրամաբանող և շարժվեք առաջին հերթին ձեր խղճի և ձեր հոգու հանգստությունից ելնելով, մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքներով, եթե ցանկանում եք անհատական խորհրդատվություն, կարող եք գրել նամակ իմ ինստագրամյան էջին կամ WhatsApp հեռախոսահամարին, որը կդրվի ներքևում, տարող խորհրդատվությունները դեռևս շարունակվում են, բայց շատ շուտով տարող խորհրդատվությունները այլևս հասանելի չեն լինի։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին և սեղմել զանգակի վրա, որպեսզի բաց չթողեք հետագա հաղորդումները։ Բոլորիս հաջողություն եմ մաղթում, լավ մնացեք։